Ռոնին ճանապարհեցինք դասապատրաստման, ես ու Արեգը եկանք մեր մոտ գտնվող այգին։ Կես ժամից կփակվի այս այգին, ժամը 6-ից բացվում է, մինչև ժամը 10-10:15 ու փակում են, հետո երեկոյան 4-ից հետո են բացում։ Եթե Ռոնին դասի չգնար, մենք ավելի շուտ կգայինք։ Այստեղ այսպիսի կերպարներ կան, Արեգը հիանում է։ Տեսեք։ Մուլտերոսներ են, էլի։ Գնացինք, բայ։ Արևը արդեն դուրս է եկել։ Ավելի շուտ իհարկե պիտի գայինք։ Բադիկները շատ է սիրում Արեգը։ Արեգը վազելով գնում է դեպի այն գույնավոր հատվածը դռներով։ Օ, ինչ եղավ։ Քանի որ ալիքին շատ նոր մարդիկ են միացել, ուզում եմ այս տեսարանին զուգահեռ հակիրճ պատասխանել մի քանի հարցի, որ հաճախ է հնչում իմ մեկնաբանության դաշտում հոլովակների ներքևում։ Ես Հասմիկն եմ, 2015 թվականից ապրում եմ Հնդկաստանի Մումբայ քաղաքում։ Ամուսնացած եմ, ունեմ 2 որդի՝ 7 տարեկան Ռոնին եւ 1.5 տարեկան Արեգը։ Այս ալիքն ի սկզբանե բացվել է ձեզ հնդկական մշակույթին, ժողովրդին, սովորություններին եւ երկրին ավելի մոտիկից հայի աչքերով ծանոթացնելու համար։ Ալիքում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ցույց եմ տալիս հնդկական տարբեր արարողակարգեր, թե տաճարներում եւ թե մեր ծանոթների, ընկերների տանը իրականացված։ Վլոգներում քանիցս ավանդական հարսանիքների եմ մասնակցել եւ այդ հարսանիքներում իրականացող ծիսակարգերի դերն ու նշանակությունն եմ բացատրել, ներկայացրել ձեզ հետաքրքիր մանրամասներով։ Հետո բնականաբար մարդիկ սկսեցին հետաքրքրվել նաեւ իմ ընտանիքով, թե ինչպես եմ հայտնվել Հնդկաստանում եւ ինչ կենցաղով ու առօրյայով եմ ապրում այստեղ։ Հետևորդների ցանկությունները հաշվի առնելով ես սկսեցի նկարել նաեւ առօրյա վլոգներ։ Մի խոսքով, ալիքով անցեք, շատ տեսանյութեր կգտնեք, դրանցից մի քանիսը ես կտեղադրեմ մեկնաբանությունների դաշտում կամ նկարագրության բաժնում, որպեսզի ավելի հեշտ լինի ձեզ համար, բացեք եւ դիտեք։ Վերջին 1 տարում հնդկական շունչն այնքան էլ վառ արտահայտված չէ իմ ալիքում, քանի որ փոքրիկիս եմ խնամում, հիմա էլ փոքրիկ երեխայի հետ, դրսում այդքան էլ հեշտ չէ նկարահանում իրականացնելը իմ ուզած ձևով։ Դրանից առաջ էլ հղիության վերջին ամիսներին այդքան հանրային վայրերում չէի լինում ու չէի կարողանում նկարահանել, բայց առաջիկայում ձեզ հետաքրքիր վլոգներ են սպասվում, կրկին միասին տաճարներ կայցելենք, որոշ ծիսակատարություններ կտեսնենք, հնդկական շունչը կվերադառնա իմ ալիք։ Գուցե շուտով կրկին սկսենք ճամփորդել, նոր վայրեր, նոր բացահայտումներ, շատ անգամ գրում եք, հարցնում եք, թե ինչ է պատահել, որովհետև երկար ժամանակ է տեսանյութ չունեք ինձանից, լուր չունեք, մինչդեռ ես տեսանյութեր հրապարակում եմ, ուղղակի ձեզ մոտ ցույց չի տալիս։ Դրա համար կխնդրեմ ուղղակի սեղմել զանգակի կոճակը, որպեսզի ձեզ ծանուցում գա իմ նոր վիդեոների տեղադրման վերաբերյալ։ Եվ իհարկե բաժանորդագրվեք ալիքին։ Շնորհակալություն։ Այս այգին այնքան լավն է քայլելու համար։ Շատերը հենց վաղ առավոտյան գալիս են այստեղ քայլելու, մարզվելու համար։ Շատ մաքուր է այգին ու տեսեք ծառա շատ խաղաղ, չհաշված իհարկե դրսից եկող աղմուկը, ռիքշաների ձայները։ Այս այգին շատ եմ սիրում ու լավ է, որ հենց մեզ շատ մոտ է էլի գտնվում։ Այգու ջրերը միացրեցին, խոտն են ջրում։ Մի քիչ հետո երևի կասեն դուրս եկեք, որովհետև փակում ենք այգին։ Նորից գնում է դեպի ջուրը, տեսեք։ Թողնում է մի քիչ թռչվի, ուրախանում է։
Սիրելիներս, մենք եկանք տուն, իմ պատվերներն էլ միաժամանակ եկան հասան տեղ։ Տան համար մթերային գնումներ էի կատարել առցանց, որոնցից մի քանիսը հիմա ձեզ ցույց տամ։ Ինչպես հասկացաք, ես պատրաստվում եմ պատրաստել տիրամիսու, դրա համար գնել եմ մասկարպոնե պանիր եւ այս ձողիկները, թխվածքաբլիթները հատուկ տիրամիսուի համար նախատեսված։ Տիրամիսու առաջին անգամ եմ պատրաստելու, չնայած մտքովս էլի անցել է պատրաստել, բայց հեշտ չեն գտնվում այս ապրանքները, Amazon-ում նայել եմ, տարբեր on-line շոփերում նայել եմ, չեմ տեսել այս թխվածքաբլիթից, բայց այս անգամ Amazon-ում կրկին փնտրեցի ու գտա։ Մի խոսքով որոշեցի պատվիրել տեսնել նախ որակապես ինչպիսին է, երկրորդն էլ թե ոնց կստացվի իմ պատրաստած տիրամիսուն։ Երկու հատ եմ պատվիրել, բայց բնականաբար երկուսն էլ չենք օգտագործելու, շատ կլինի։ Ձեռքումս հիմա կարմիր պղպեղով պեստո սոուս է, առաջին անգամ եմ փորձելու, տեսնեմ ինչպիսին է։ Ես պահածոյացված մթերքներ այստեղ Հնդկաստանում գրեթե չեմ գնում, շատ հազվադեպ, որ ինչ-որ յուրահատուկ բան լինի, մտածեմ գնելու մասին, սա դրանցից մեկն էր, ուզեցա փորձել ուղղակի։ 190 գրամը 399 ռուփի, բայց կարծեմ on-line ավելի էժան էր դրված։ Այս տուփի մեջ ձիթապտղի տերևներ են մանրացրած թուրմ պատրաստելու համար։ Վրան գրված է, որ կանաչ թեյի համեմատ 2 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, ավելորդ համ չկա ավելացրած եւ կաֆեին էլ չի պարունակում։ Ես սա նոր չեմ գնել, 1 շաբաթ առաջ եմ գնել, ուղղակի հիմա եմ ցույց տալիս ձեզ այս գնումներից հետ միասին։ Լավն է իհարկե, խմում եմ, բայց ոչ բոլորը կհավանեն, որովհետեւ դե գիտենք ձիթապտուղը այնքան էլ հաճելի ու քաղցր համ չունի, դառնահամ ունի որոշ չափով, մանավանդ որ հավելումներ չի պարունակում։ Ես այստեղ ձեզ համար վիդեո եմ նկարում, իսկ Արեգը կողքս չարաճճիություններ է անում, նաև աչքս իր վրա եմ պահում, որ հանկարծ չընկնի, որովհետև անընդհատ բարձրանում է բարձր տեղեր, աթոռի վրա եւ այլն։ Այսպիսի փոքրիկ տուփերի մեջ է։ Այստեղ ունեմ երկու տեսակի պանիր, սառը տարայի մեջ են բերել, դրա համար թաց է, չեդերը, որ շատ եմ սիրում։ Այս անգամ շերտատածն եմ գնել։ Ես սովորություն ունեմ բոլոր մթերքների ոչ միայն գները նայել գնելիս, այլ նաև բաղադրությունը անպայման, առաջնայինը դա, ու չեմ գնում հալվող պանիրներից, այն որ կա շուկայում, շատ տարածված է, որ բուրգերների վրա են դնում, պատրաստում սենդվիչների մեջ, դրանք հիմնականում շատ հավելումներ են պարունակում ու իսկական պանիր չեն, էլի, ուղղակի տենց համ են տալիս, համեղացնում են, վաճառում են, չնայած ես դրա համն էլ չեմ սիրում։ Այս պանիրները լավն են, Հնդկաստանում հեշտ չէ լավ պանիր գտնելը, հնդկական տեղական խանութներում, ամեն խանութում չես գտնի նման պանիրներ, ավելի շատ այդ հալեցվող պանիրներից են վաճառում։ Այստեղ ունեմ նաև եղեգի շաքարավազ, գիտեք արդեն, որ մենք սրանից ենք օգտագործում գրեթե միշտ, սպիտակ շաքարավազ շատ հազվադեպ, օրինակ եթե պիտի թխվածք թխեմ ու սրանով չի լինի, չնայած թխվածքի մեջ էլ հիմնականում գաթա եմ թխում ավելի հաճախ, գաթայի մեջ էլ եմ ես սրանից ավելացնում ու եւ շատ համեղ է ստացվում եւ ոչ այնքան վնասակար, ինչքան օրինակ սպիտակ շաքարավազի դեպքում է։ Շատ ուրախ եմ, որ մենք սպիտակ շաքարավազ գրեթե չենք օգտագործում, չհաշված 1000-ից մեկ ինչ-որ մի բան դրսից գնել ուտելու ժամանակ, ասենք ինչ-որ թխվածք կամ եթե ես պատրաստեմ ու շաքարավազ անհրաժեշտ լինի։ Օրինակ տիրամիսուի մեջ պիտի սպիտակ շաքարավազ ավելացնեմ։ Սա քացախ է սովորական, սա կոկոսի յուղ է, արդեն 1 ամիս կլինի, որ ճաշեր պատրաստելու համար օգտագործում ենք միայն կոկոսի յուղ, ընդհանրապես խոլեստերին չի պարունակում, ինչպես նաև ամենաանվտանգ եւ ոչ վնասակար յուղերից է ճաշերի մեջ օգտագործելու համար։ Ձեզ նույնպես խորհուրդ կտամ, եթե հնարավոր է, հասանելի է ձեզ, օգտագործեք կոկոսի յուղ, ընդհանրապես համ չի գալիս ճաշերի մեջ, նկատի ունեմ տարօրինակ ինչ-որ համ չի գալիս, ավելի համեղ է ստացվում։ Ես առաջ էի պատրաստում, օրինակ հավի մսով կոտլետներ, տարբեր բանջարեղենային ինչ-որ ուտելիքներ սրանով, բայց այնպես չէր, որ մշտական օգտագործում ենք, մեկ-մեկ էի, հիմնականում Ռոնիի համար էի պատրաստում, բայց հիմա ամբողջությամբ փոխարինել ենք կոկոսի յուղով։ Տատա ապրանքանիշի կոկոսի յուղ էի օգտագործում տևական ժամանակ, որոշեցի, որ սրանից կգնեմ, մի հատ էլ տեսնեմ տարբերությունը որն է, սրագույնն ավելի խիտ է, քան օրինակ սրանն էր։
Երեխաների համար ճաշ եմ պատրաստում։ Այստեղ տեսնում եք սոխ, լոլիկ եւ քերած գազար, հետո ավելացրեցի նաեւ աղացած հավի միս։ Իդեպ ես միսը աղացած այդպես չեմ գնում, թեպետ վաճառում են։ Հավի կրծքամիսը գնում եմ, ինքս աղում եմ տանը։ Ո՞րն ես ուտում առաջինը տեսնեմ։ Ռոն մի հատ փոքրիկ գդալ կբերես, բալ։ Այստեղ իր սիրելի բանջարեղենն է, ջեռոցում եմ եփել, լոլիկ, պղպեղ եւ սմբուկ։ Եթե ցանկանում եք, որ երեխան ինքնուրույն սկսի ուտել ու ուտելիքի համը զգա, հասկանա ինքը ինչ է ուտում, պիտի այս էտապը անցնեք ձեռքերով, շոշափելով ուտի, կեսը թափելով, իհարկե հատակին, սեղանին, այս կողմ, այն կողմ։ Ընդհանրապես երեխային երբ ուտելիք եք տալիս, ցանկալի է որ լինի մի քանի տեսակի ու անպայման գոնե դրանցից մեկը իրեն ծանոթ լինի ու իրեն սիրելի լինի, որը որ շատ հաճույքով է ուտում, իսկ մնացածը կուսումնասիրի, կծանոթանա ու քիչ-քիչ կուտի, դրանք էլ կսիրի։ Այս ափսեի մեջից ինքը ամենաշատը այս խորոված բանջարեղենն է սիրում, մնացածն էլ ուտում է քիչ ու միչ, բայց սա իր ամենասիրելին է։ Ինչպես տեսնում եք, սրանից է ամենաշատը ուտում։ Լալան ու նի բետ ու ն ու նի ի բարձր ի մասնիկը, ահա սպիտակ ուլիկ մի չէ, սխալը մի սպիտակ ս п պի շատ հեռու գրեցիր իրարից, Ռոնի։ Տես ինչքան տարածք կա, ինչի այսքան հեռու գրեցիր։ Տես նայ ասեմ, Լալան շատ սիրուն ես գրել, մենակ ննա մեծ։ Լալան, տես, այս տարերը շատ լավ են։ Մնացածն էլ, այսքան մեծ մի գրի, համաչափ հավասար։ Սպիտա ուլիկ ուլիկ Լուսին Սին Արի տատիկի տուն Արը Արի տատիկի տուն Տի տուն ու ն Շունիկ արի պապիկի տուն Շունիկ արի գնդակը վերցրու Շունիկն ու ուլիկը պարում են Ինչի ուղիղ չես նստում բալ Ինչ ես պարկած գրում Այդպես է հարմար Գրի Հետո ար տա շա տում ար տա չէ ինչ ես լսում Տից հետո ինչ ես լսում Արից հետո ինչ է գալիս Վա արնաշատում Ինչ ես գրում Անին չէ բալես Անը հետո ինչ է գալիս Անի Ուրա ին բա Երկու հատ նո ես գրել Տետրը ուղիղ Սիրելի հետևորդներ, հաջորդ օրն եմ նկարում, ինչպես տեսնում եք, օրը չկորցրեցի ու տիրամիսու պատրաստեցի գիշերը։ Տիրամիսուն ամենակիչը 5 ժամ պիտի մնա սառնարանում, ես ամբողջ գիշեր թողեցի, շատ լավ է ստացվել, փափուկ, հալչում է բերանում ուղակի,
Շատ համեղ է ստացվել, բայց ներքևի շերտը չափից դուրս թաց էր ինձ համար։ Այս անգամ ես առանց ձվի եմ պատրաստել, չգիտեմ փորձել եք արդյոք ու ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Դե այստեղ էլ ավարտեմ այսօրվա վլոգը, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Շուտով կրկին կհանդիպենք, լավ մնացեք։